Պատասխանում։ Նաև նշեցիք այդ մեծ հոսքերի մասին, իմիջիայլոց համացանցում արդեն տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանից ժամանած տղամարդկանց քաղաքացիներին, ովքեր քվեարկելու իրավունք ունեն, ծանոթություններ են գնում Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից, որպեսզի մասնակցեն 25-օրյա վարժական հավաքներին։ Նախ այս քայլը դուք ինչպես կգնահատեք եւ կորակեք։ Ես չգիտեմ դրա մասին ինֆորմացիա, բայց եթե դու գալիս ես եւ ընտրում ես, դու նաև ունես այլ պարտավորություններ Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Այն որ երեխաներին դարձրել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, որպեսզի ոչ ծառայեն բանակում, ոչ անհրաժեշտության դեպքերում պաշտպանությանը մասնակցեն, այդ դնում ենք մի կողմ, բայց դու երկքաղաքացի ես։ Քո բանակի տարիքն անցել է, դու նաև Հայաստանի քաղաքացի ես, բա քեզ հետաքրքիր չի զահավաքներին ոնց չես մասնակցում, ինչի պետք է մենակ Հայաստանում ապրողները մասնակցեն, որովհետև սա քաղաքացիությունից բխող պարտավորություն է, ինչը նաև տարածվում է նրանց վրա։ Եթե նման ծանոթություն գնում է, կարծում եմ դա լավ է եւ լավ կլինի, որ գալիս են մի հատ այդ հավաքներին մասնակցեն, եթե խուսափեն, ապա համապատասխան կարգավորմամբ նրանց հանդեպ կհարուցվի համապատասխան գործը եւ պատասխանատվություն կկրեն նաև այդ հավաքներից խուսանավելու համար։